Սիրելի աշակերտներ, այսօր գործ ունենք եռաքայլ մատային դիրքերի հետ։ Հարկավոր է այնպես հաշվել, որ արդեն երրորդ քայլով մենք ունենանք հաղթանակ, կարողանանք հայտարարել մատ։ Եվ շատ կարևոր է դա անել մտքում։ Եթե մենք մտովի սովորենք հաշվել ապագա իրադարձությունները, ապա կարող ենք հասնել հաջողության մեր ձեռներեցության մեջ։ Որպես օրինակ բերեք մեզ հայտնի մատ երկու փղերով խնդիրներից, որ անցել ենք երրորդ դասարանում։ Հիշենք, որ արքային պետք է ուղարկել անկյուն, որտեղ կարող ենք հայտարարել մատ։ Նախ նշենք, որ մեր սպիտակադաշտ փիղը հսկում է եղուտ դաշտը, արքան չի կարող փախչել։ Արքան գտնվում է սև դաշտում և մենք ունենք սևադաշտ փիղ։ Հայտարարենք շախ։ Քանի որ 7-րդ հորիզոնականը փակ է մեր արքայով, սև արքան ստիպված պետք է քայլի ժեուտ։ Ժեուտը սպիտակ դաշտը և մենք սպիտակադաշտ փղով, որը դեռևս գտնվում է դյոտ դաշտում, կհայտարարենք ևս մեկ շախ, արքան ստիպված պետք է նահանջի հաշուտ, հայտնվեց անկյունում, և մենք սևադաշտ փղով ևս մեկ շախ ենք հայտարարում, և հաշվի առնելով, որ հաշյոտ դաշտը փակ է, սա մենք ստացանք մատային դիրք։ Եվ այս ամենը արեցինք մտովի։ Հիմա փորձենք իրականացնել մեր երազանքները։ Խնդրեմ, փիղ դվեց շախ, արքա ժեուտ, փիղ ևեց շախ, արքա հաշուտ և երրորդ քայլով փիղ եհինք մատ։ Շատ անգամ ավելի հեշտ է ծանր ֆիգուրներով հայտարարել մատ։ Մեկը պահում է գիծը, մյուսը նույն գծով, այս դեպքում հորիզոնականով, հայտարարում է շախ։ Եվ այսպես հերթականությամբ։ Հիմա թագուհին է պահում գիծը, ժամանակն է, որ նավակը հայտարարի շախ։ Արքային տարանք եզրագիծ, այժմ նավակն է պահում և թագուհով հայտարարեցինք մատ։ Հիշենք նաև ինչպես էինք փղով և ձիով հայտարարում մատ։ Երբ ձին գտնվում էր արքայի կողքին, նրանք ստեղծում էին փոքր եռանկյունի, որից սև արքան չէր կարող դուրս գալ։ Հիմա ձիում բերենք A6 դաշտ, ինչպես կամ C7-ի միջոցով, կամ B4-ի, երկու դեպքում էլ հնարավոր է։ Հիմա մտքում ենթադրենք ձի B4, սևերը կխաղան արքա B8, այլ տարբերակ չունեն։ Ձի A6, այստեղից շախ կհայտարարենք արքային, հիշեցնենք C8 դաշտը փակ է, արքան ստիպված պետք է վերադառնա A8 և ամբողջությամբ փակ է ձիու և արքայի համագործակցությամբ։ Կհայտարարենք փղով շախ և մատ։ Սա մտքում գծեցինք, իսկ հիմա իրականացնենք։ Ձի B4 կամ C7, ձի B4, արքա B8, ձի A6, արքա A8 և շախ և մատ։ Իհարկե հիշենք նաև մարտավարական հնարքների մասին, որոնց մենք պարբերաբար կարող ենք օգտագործել։ Օրինակ այս դեպքում օգտագործենք հրապուրումը, իհարկե շատ ժամանակ մեզ հանդիպում է զոհաբերություն հնարքը։ Օրինակ, խաղում ենք սևերով, փորձենք մատ հայտարարել, ենթադրենք նավակը եթե մենք կարողանանք բերել H1 դաշտ, սա կլինի այո մատ։ Սակայն եթե մենք նավակով խաղանք F1, միտում ունենալով ստեղծել մատային դիրք, քայլը սպիտակներին է, նրանք ինքները կարող են մեզ սկսել գրոհել։ Մենք չենք հասցնի։ Այդ պատճառով նավակով այնպես է պետք գալ F1, որ սպիտակները չկարողանան, չհասցնեն խաղալ այլ խաղաքարերով, այսինքն նավակ F1 խաղալ շախի հետ միասին, հայտարարել շախ։ Եթե արքան լիներ H1 կամ G1 դաշտում, մենք այդ շախը կհայտարարեինք։ Ուրեմն արքային հրավիրենք H1 կամ G1։ Ձի H1-ով արքան պարտավոր չէ վերցնել, սակայն եթե մենք խաղանք փիղ G1, զոհաբերենք փիղը, դա տեղի ունեցավ շախով, սպիտակները ստիպված են վերցնել, ընդունել զոհաբերությունը։ Արքան վերցնում է G1 և արքան հայտնվեց առաջին հորիզոնականում, որտեղից մենք շտապում ենք հայտարարել շախ։ Նավակ F1 շախ, հրապուրեցինք արքային G1, նավակ F1 շախ, արքան նահանջեց և մենք եկանք H1 առանց թույլ տալու, որ սպիտակները կիրառեն այլ ֆիգուրներ։ Իսկ հիմա փորձենք մտքում։ Փիղ G1, արքան կվերցնի G1, կհայտնվի G1 դաշտում, նավակը կգա F1 կասի շախ,
արքան կգնա h2 և նավակը f1-ից կգա h1 կհայտարարի մատ։ Եվ մեծ սիրով կներկայացնեմ ձեզ իմ մանկության ամսագրերից մեկ խնդիր, ահա այս խնդիրը, որտեղ պետք է մատ հայտարարել 3 քայլից։ Դիրքն այսպիսին է, խաղում ենք սպիտակներով, 3 քայլից հայտարարենք մատ։ Ցանկության պարագայում կարող եք փորձել ինքնուրույն։ Իսկ մենք անցնենք տնային առաջադրանքներին։ Դրամագիր 1-ում խաղում ենք սպիտակներով, մատ հայտարարենք 3 քայլից։ Նախ տեսնենք, որ սև արքան եզրագծում է, և նա ունի քայլելու մի քանի հնարավորություն։ Հիմա ինչպես սկսենք խաղը։ Եթե մենք խաղը սկսենք առանց շախերի, ապա սև թագուհին ինքը կսկսի մեզ գրոհել, և մենք չենք հասցնի 3 քայլից հայտարարել մատ։ Եթե մենք խաղը սկսենք շախով, օրինակ f8 դաշտով, սև արքային դեռևս 3 քայլ կմնա։ Իսկ սա շատ է։ Եթե մենք խաղը սկսենք h8 շախով, սև արքային կմնա միայն 1 քայլ։ Մենք փաստորեն սև արքային զրկեցինք խաղալու տարբեր հնարավորություններից, թողնելով միայն մեկը՝ ստիպողականը։ Արքա G5 և G5-ից հետո հիշենք, որ մեր թագուհին միայնակ չէ։ Նրան պետք է օգնեն իր խաղաքարերը, օրինակ զինվորը։ Ինչպես տեսնում ենք, զինվորը պաշտպանում է h4 դաշտը, որտեղ կարող է հանգրվանել թագուհին և այստեղից համարձակ գրոհել մրցակցին, որովհետև իր զինվորիկը իրեն պաշտպանում է։ Նաև հիշենք, երբ թագուհին մոտիկից է հայտարարում շախ, նա փակում է բազմաթիվ դաշտեր։ Սև արքային այստեղ մնում է միայն 1 փախուստ՝ f5 և նորից զինվորի օգնությամբ, տեսեք որքան օգնեց զինվորը։ Թագուհին կարող է էլ ավելի մոտիկից հայտարարել շախ, և սա արդեն մատային դիրք է, քանի որ բոլոր ճանապարհները փակ են։ Սեփական խաղաքարերը խանգարեցին սև արքայի փախուստը, խոչընդոտեցին։ Հիմա սա այն վերջնական մատային դիրքն է, որ հարկավոր է նկարել տրամագիր 1-ի կողքի դատարկ տրամագրում։ Ահա այստեղ։ Եվ տրամագիր 2-ում մեր խաղաքարերի ամբողջությամբ նույնպես հասնենք հաղթանակի։ Նախ, որպեսզի սև թագուհին չմտնի խաղի մեջ, խաղը սկսենք շախով։ Այս պարագայում շախ կարող է հայտարարել նավակը, շարունակելով հսկել 7-րդ հորիզոնականը, որպեսզի սև արքան դուրս չգա։ Նավակ h7 և արքայի միակ նահանջից հետո մենք ունենք այլ ընտրանք, նորից որ ճանապարհը ընտրենք՝ h6 թե f6։ Շախմատում, ինչպես և կյանքում, մենք ունենք տարբեր ճանապարհներ, որոնք կարող են տանել կամ դեպի պարտություն, կամ դեպի հաղթանակ։ Այդ պատճառով շատ կարևոր է մտքում հաշվել, հետո նոր շարժվել առաջ։ H6-ի դեպքում, երբ արքան դիմեց փախուստի f8, հերթական շախից հետո նա դեռևս կարող է փախչել։ 3 քայլից հետո մենք չկարողացանք հաղթել։ Իսկ f6-ի շախից հետո, երբ արքան քայլեց f8, մենք կհայտարարենք ևս մեկ շախ, և ինչպես տեսնում եք, ձին փակել է սև արքայի բոլոր փախուստի ճանապարհները։ Ուրեմն, հարկավոր է, երբ մենք ունենք ընտրություն, հարկավոր է մտովի հաշվել, որպեսզի հասնել հաղթանակի։ Այս դեպքում մենք ընտրեցինք կանաչ ճանապարհը, ձի f6 և նավակ f7, շախ և մատ։ Եվ սա այն վերջնական դիրքն է, որ հարկավոր է նկարել տրամագիր 2-ի կողքի դատարկ մասում։ Շնորհակալություն ուշադրության համար։